Ընտիրություն սիրելիներս անմահական համ ունի։ Դե սիրելիներս, եթե ձեզ դուր է գալիս եւ հետաքրքրում է իմ պատրաստած սոս հոլանդեզը տնային պայմաններում, ուրեմն գնացինք միասին պատրաստելու։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ սոս հոլանդեզի ձևը տնային պայմաններում, որովհետև իմ հետևորդներից շատ-շատերը խնդրել են, որպեսզի ցուցադրեմ, այսօր ցուցադրում եմ սիրելիներս, որպեսզի իմ սիրելի հետևորդները ինձնից շատ գոհ մնան։ Սոս հոլանդեզը պատրաստելու համար մեզ հարկավոր է 3 հատ հավկիթ, որի միայն դեղնուսն ենք վերցնելու։ Կես կիտրոն հյութի համար, ունեմ սպիտակ գինու քացախ եւ մեզ պետք է մի ճաշի գդալ սպիտակ գինու քացախ։ Ունեմ սիրելիներս աղ, այսպիսի սուրճի գդալով։ Լիքը չէ, շատ բարձր չէ, ասես հավասար չափի աղ։ Ունեմ նույն չափի, ինչքան որ այսպիսի մի գդալ կարմիր քաղցր պղպեղ։ Սա մեր բաղադրիչներն է։ Անցնենք գործի եւ ունեմ 125 գրամ հալացրած կարակ, բայց տաք վիճակում չենք վերցնելու, գոլ վիճակում ենք վերցնելու, թողնում ենք հալվի, որպեսզի միասեր զանգված լինի կարակը։ Ու հետո վերցնելու ենք։ Հիմա ձեզ ցույց եմ տալու, թե ոնց եմ վերցնելու, ինչպես եմ վերցնելու կարակը, որ ժամանակ եմ օգտագործելու։ Սա մեկ։ Եվ 3 հատ։ Հավկիթի ծվի դեղնուց սիրելիներս։ Ու ձեզ ասեմ ամենասկզբից, սրա տարբերակները գոյություն ունի սիրելիներս։ Ես այսպես եմ պատրաստում իմ սոս հոլանդեզը։ Հիմա վերցնում եմ աղը, լցնում եմ ծվի դեղնուցների վրա, վերցնում եմ պղպեղը, ինչպես ես ցույց եմ տվել արդեն, չափը, եւ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, Տալի արժեք 1 ճաշի գդալ չէր, հիմա այսրա հետ եղավ 1 ճաշի գդալ հյութ, լցնում եմ 1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ, արդեն այս բոլորը ինչ որ լցրել եմ, հիմա պետք է բլենդերեմ սիրելիներս, բոլոր բաղադրիչները լցրել եմ, հիմա լցնում եմ 3 ճաշի գդալ սովորական ջուր, անգաշ ջուր, վերջ թափավ մեջ է, եթե արդեն եղավ 3 ճաշի գդալ, բայց եթե այսպես 3 ճաշի գդալ սովորական ջուր։ Պետք է սիրելի հետևորդներ այսպես կտրվի։ Մեր զանգվածը մի լավ հարում է։ Նայեք, այսպիսի տեսք ստացավ, այսպես փրփրով, հիմա գալիս է ամենագլխավոր պահը։ Հիմա պետք է լցնեմ կարակը, բայց դանդաղ բարակ շերտով, այսպես։ Միևնույն ժամանակ պետք է բլենդերեմ եւ պետք է լցնեմ կարակը։ Իմաստը դրանում է սիրելիներս, որ պետք է յուղը դանդաղ վիճակում լցնես։ Դանդաղ պետք է լցնես, որպեսզի այդ ընթացքում համ հարես, համ դանդաղ լցնես։ Հարում ենք այնքան ժամանակ, մինչև զանգվածը մի քիչ ընտանա։ Գիտեմ սիրելիներս, ասեցի թե չէ, կարակի չափը 125 գրամ։ Վերցրել եմ եւ տաքացրել, չեմ թողել, որ եռա, տաքացրել եմ, ուղղակի որ դառնա միասեր։ Ու հիմա լցրեցի մենք։ Սիրելիներս, վերջացրեցինք մեր սոս հոլանդեզը։ Պատրաստելուց հետո միայն կարող եք պահել 1 օր սառնարանում։ Այսինքն, եթե այսօր պատրաստեցի, վաղը արդեն օգտագործում եք
Մյուս օրվա համար ուշ է լինելու, սիրելիներս, ես նախորոք ասեմ ձեզ, որ դեղնուց կա, հում դեղնուց մեջ է, դրա համար պետք է վերցնեք 1 օր, ոչ ավել, այսօր պատրաստեցիք, վաղը օգտագործեք, այսօր պատրաստեցիք, այսօր օգտագործեք, ամենաուշը 1 օր, 24 ժամ սառնարանում, նրանից հետո էլ պիտանի չի, վտանգավոր է, ինչ ասեմ սիրելիներս, հիմա կփորձեմ, ձեր ներկայությամբ մեր սոս հոլանդեզը արդեն պատրաստ է, նայեք արդեն ձեզ էլ պետք է ծանոթ լինի, որովհետև անցած անգամ ես օգտագործել եմ, փորձեմ և ձեզ ասեմ ինչպիսի համ ունի մեր սոս հոլանդեզը։ Ընտիրություն սիրելիներս, անմահական համ ունի, անմահական, ձեզ ասեմ իմանաք, եթե ձեզ մոտ սոուսը շատ ջրիկ կլինի, սոս հոլանդեզը, ուրեմն ամենավերջում կապելացնեք մի քիչ կարակ, մի 20 գրամ կարակ նորից կհարեք, բայց առանց հալելու, այս անգամ ուղղակի մի քիչ փափկացնեք ու լցրեք մեջը նորից հարեք, դա է լինելու ամբողջությունը, մեզ մնում է սիրելիներս, հետևել, հավանել և տարածել, տարածեք, թող բոլորն էլ, ովքեր չգիտեն, սա ամոթ չի, ոչինչ չի, ովքեր չգիտեն կարող են տեսնել և սովորել, դրա համար ենք մենք այս բոլորը ցուցադրում, որպեսզի մեր սիրելի ժողովուրդը կարողանան օգտվել մեր պատրաստած ուտեստներից, սիրում եմ ձեզ, սիրենք իրար սիրելիներս, լինենք միշտ միասին,